Նախ ուզում եմ շնորհավորել պարոն Բեկարյանին եւ Հայաց կենտրոնին այս նոր գրքի կապակցությամբ եւ կարծես արդեն բարի ավանդույթ է դարձել ձեր կողմից հեղինակված գրքերի շնորհանդեսները եւ մեզ մեծագույն հաճույք պատճառելով թե այս միջոցառումների մասնակցելու թե հետո արդեն գիրքը ընթերցելու առումով, բայց միջև հարցին անդրադառնալը կուզենայի նաեւ մայիսի 8-ին մասին նորից շեշտվեր։ Այո, սա գիտեք, մի մարդու համար, որը ծնվել է անկախության հետ միասին 91 թվականին եւ իր ամբողջ գիտակից կյանքը ապրել է այդ խորհրդի գրողը լինելով իր ինքնության մեջ, պարզապես խոսել ու չանդրադառնալ այդ օրվա խորհրդին ուղղակի իմ կողմից հանցագործություն կլիներ եւ թեեւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է ինձ եւ հազարավորներին ապացուցել, որ մեր 30 տարվա ժամանակիր կյանք Արցախում դա պատանդառություն էր ինչ որ գեոքաղաքական ուժերի ձեռքին, այս իրավիճակում շատ ավելի շատ պետք է խոսվի մայիսի 8-ի, մայիսի 9-ի, սեպտեմբերի 2-ի եւ մնացած բոլոր օրերի կարևորության, նշանակության մասին, որովհետեւ հենց այդ ճանապարհով պետք է պայքարենք, թույլ չտալու, որ մեր ինքնության այս աստիճանական խեղաթյուրումը եւ աստիճանական քայքայումը տեղի ունենա։ Հետեւաբար, ինչ որ առումով նաեւ թույլ տվեք մեզ իմ կողմից նաեւ շնորհավորել Շուշիի ազատագրման կապակցությամբ եւ ասել, որ այնպես չի, որ այդ ազատագրումը մեկ անգամ պետք է լինի եւ եթե հայ ժողովուրդը իր մեջ ունենա այդ կամքը պայքարելու եւ իր ունեցածին դեր կանգնելու մի օր մայիսի 9-ը եւ մայիսի 9-ը կրկնվելու է։ Սա օրվա խորհրդի մասով։ Գալով հանձնախմբի աշխատանքին ես նաեւ հենց նոր ուզում եմ գետից սկսել, գրքում այսպիսի մի ձևակերպում կա, որ հանձնախումբը վատ օրից ծնված տարբերակ է հստակ տրամաբանությամբ, որովհետև եթե որպես պետություն ունենայինք իշխանություն, որն առաջ մղեր ազգային պետական շահերն ու լրջագույնը զբաղվեր բոլոր հիմնախնդիրներով, որոնք առկա են, հանձնախմբի կարիք չէր առաջանալ։ Սա այս գրքից է հստակ մեջբերում եւ որը իրապես համապատասխանում է մեր օրվա իրողություններին եւ իրականության եւ արձանագրումն է։ Հիմա հանձնախմբի կատարած աշխատանքին այն ամենասկզբից հանձնախումբը երբ որ ձևավորվել է հիմքում ունեցել է բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանության խորակարգը, իհարկե մենք միշտ խոսում ենք վերադարձի իրավունքի մասին եւ աշխատանքի շատ մեծ հատվածը նվիրված է լինում վերադարձի իրավունքը առաջ մղելուն, բայց գիտեք, որ գերիների խնդիրը որևէ վարքյան հանձնախմբի աշխատանքի ծիրից դուրս չի եկել, օրինակ վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ ամսվա կտրվածքով մեր հանձնախմբի անդամներից մեր լավագույն բարեկամը Մարին Ալբանդյանը առիթ է ունեցել նամակներ փոխանցելու եւ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի եւ փաստականների հարցերով հանձնակատարին եւ մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին, այսինքն այս հարցը մշտապես հանձնախմբի օրակարգում է եւ նաեւ վերջերս Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում է բարձրաձայնվել Եվրոպական խորհրդարանում տեղ ունեցած հանդիպումների եւ շատ հականշական է, որ այդ հանդիպումներից ընդամենը մի քանի օր հետո Եվրոպական խորհրդարանի բանաձևն է ընդունվել, որում եւ արձանագրված է եղել ուրեմն նաեւ գերիների ազատ արձակման հարցը եւ վերջերս նաեւ Շվեյցարիայում Արցախի պատվիրակությունը առիթ ունեցավ հանդիպումներ ունենալու կենտրոնական թեմաներից մեկը նաեւ գերիների ուրեմն ազատ արձակման եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցն է եղել։ Մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, որ ինչպես արդեն Սահակյանը նշեց, գերիների հարցը բացառապես իրավական դաշտում չէ, դա նաեւ քաղաքական դաշտում է։ Սա միայն մեր կոնտեքստը չէ, սա համաշխարհային կոնտեքստում է այսպես։ Որևէ հակամարտության կոնտեքստում չեք կարող տեսնել, որ պատանների կամ գերիների հարցը թողնված է իրավական
գրասենյակ մտնելիս տեսնում ես հրյա պատանների նկարները կախած մուտքի մոտ չի եղել մի կոնգրեսմեն, որի մուտքի մոտ կախած լինի հայ պատանների նկարը։ Սա ցուցիչ է, սա հստակ ցուցիչ է, որ եթե օրինակ Իսրայելը կարողացել է իր պատանների հարցը դարձնել նման քաղաքական օրակարգի մաս, ինչու մենք չենք կարողացել մինչև հիմա դա դարձնել։ Իհարկե առաջին պատճառն այն է, որ պետական մակարդակով այդ հարցը հայ-ամերիկյան օրակարգում դրված չի եղել կամ տարբեր կոնգրեսմենների հետ հանդիպումներում դրա մասին չի խոսում։ Եվ արդեն մնացած դերակատարները իրենք անելիք ունենան թե հանձնախումբը, թե Սփյուռքի մեր կառույցները, թե իրավապաշտպանները եւ այլն։ Հետևաբար ինչ եմ ուզում ասել, որ մենք չենք կարող խուսափել այն իրողությունից, որ գերիների հարցը քաղաքական բաղադրիչ ունի եւ պետք է ինչ որ առումով ընդունել այս խաղի կանոնները եւ փորձել նաեւ քաղաքական այս գործիքակազմով աշխատել նաեւ տարբեր պետությունների հետ քաղաքական օրակարգի հարց դարձնել։ Ինչ որ առումով դա ստացվում է, որոշ դեպքերում դա չի ստացվում, բայց հանձնախմբի գործունեությունը ցույց է տալիս, որ աշխատելու դեպքում հնարավոր է լինում, կամ օրինակ Սփյուռքյան մեր կառույցների աշխատանքը ցույց է տալիս, որ աշխատելու դեպքում հնարավոր է լինում գերիների հարցը մարդու իրավունքների մարդասիրական տեսանկյունից դարձնել տարբեր պետությունների Ադրբեջանի հետ հարաբերություններում գերակա ուղղություններից մեկը։ Աշխատանք կա անելու եւ կարծում եմ, որ սա այնպիսի աշխատանք է, որ անհոգնել պետք է անել առանց որևէ հիասթափության, որովհետեւ ամփոփեմ, էլի ես կարծում եմ, որ մենք աշխարհում հիմա ապրում ենք խորը երեսպաշտության ժամանակահատված։ Երեսպաշտություն թե դերսում, թե դրսում, մենք լսում ենք Մակրոնը Հայաստանում խոսում է խաղաղության մասին, ուկրաինական համատեքստում եւ ասում է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ ոտնահարվում են մարդու իրավունքները եւ այս ու դա խոսում է մի երկրում եւ մի ժողովրդի ներկայությամբ, որի նկատմամբ հետ նույն ժամանակահատվածում իրականացում է երեսպաշտ քաղաքականությունը, խաղաղության թելադրման։ Հետևաբար պետք է ընդունենք այս իրականությունը, այս իրողությունը, ինչ ունենք ներսում, ինչ ունենք դրսում եւ անհոգնել աշխատենք։ Շնորհակալություն։